Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ հանգիստ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Ապացուցված փաստ է, որ աշխարհում երջանիկ է ամեն 4-րդ տղամարդը։ Արի, ես պատրաստ եմ։ Ինչ ես նայում, տարրական տեսա, վախում եմ։ Ասում են հանգիստ տղամարդը մտածող տղամարդ է, իսկ հանգիստ կինը արդեն մի բան մտածել է։ Բայց դու ինչ դեմքես տիպն ես, հա, տիպ։ Էս էլի նստեց գլխիս, զածվացրեց էլի։ Հայրը երեխային փոքր ժամանակվանից ասում էր. դու պիտի տիեզերագնաց դառնաս, իմացի։ Եթերում Comments-ն է։ Բոլորս էլ արդեն երկար ժամանակ մեծ հաճույքով դիտում ենք մեր հեռուստատեսությամբ հեռարձակվող ինչ, որտեղ, երբ կամ ինչպես այն հնչում է ռուսերեն «Что, где, когда» ինտելեկտուալ նախագիծը, որի ընթացքում գիտակները փորձում են պատասխանել հեռուստադիտողների կողմից ուղարկած դժվար հարցերին։ Где сделаны эти отверстия, господин Симон? Там, где у человека расположены усы. Отверстия сделаны над верхней губой. При их помощи к скульптуре прикрепляли усы. Կարծում եմ գաղտնիք չեմ բացայտի, եթե ասեմ, թե երբեմն որքան շատ են լարվում մասնակիցների կրքերը խաղի ընթացքում, եւ դրա վառապացույցը հաղորդումը վարողի շատ էմոցիոնալ արձագանքն է գիտակների պատասխաններին։ Այս ամենը մենք տեսնում ենք եթերում, սակայն թե ինչ աստիճանի էմոցիոնալ է դա լինում կադրից դուրս, չենք տեսնում։ Comments-ին հաջողվեց գտնել բացառիկ կադրեր, թե ինչպես է իրականում տեղի ունենում շփումը հաղորդումը վարողի եւ գիտակների միջև կադրից դուրս։ Какой заяц! Какой орел! Какая блоха! Повторить? Ну, значит, та самая блоха с того берега лужи. Да хватит! Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք մի որևէ շատ սիրված ֆիլմի եւ միասին բացայտում փոքրիկ, այսպես ասած, անճշտությունները, որոնք վրիպել են ռեժիսորի աչքից։ Այսօր մենք անդրադառնանք օպերացիա Ը եւ Շուրիկի մյուս արկածները եւ միասին կբացայտենք այն փոքրիկ վրիպակները, որոնք ֆիլմի ռեժիսորը չի նկատել։ Ուշադրություն դարձրեք Ֆեդիայի շալվարի ծակերին։ Նրանք տարբեր չափսերի են։ Իսկ հիմա Շուրիկը Ֆեդիային թողել էր աջ ոտքի կոշիկը։ Երբ Ֆեդիան նայում է, նրա ձեռքում ձախն է։ Շուրիկը երշիկի մեջ է դնում 4 քնաբեր հապ։ Երբ երշիկի կտոր ընկնում է, այնտեղ 5 հապ է։ Պահեստի դարպասների մոտ ոչինչ չկա։ Հանկարծ այնտեղ հայտնվում է մեքենայի անիվ, որը շատ արագ կորչում է։ Ասում են, մարդիկ հավատում են, որ իրենց բնավորությունը կախված է իրենց ծննդյան տարեթվից, համաստեղության նշանից, անունից եւ աչքերի գույնից, բայց չգիտես ինչու ոչ ոք չի հիշում դաստիարակության մասին։ Հիշեք, կինը ղեկին ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ վտանգավոր։ Այսպիսի տեսք ունի ժամանակակից Սիրիային եռանկյունին։ Ասեցի գնա, կովերը քեզ են սպասում։ Չեմ գնա, ասեցի չեմ գնա, այսօր հավես չունեմ։ Եթերում Comments-ն է իմ շատ սիրելի հեռուստադիտողներ եւ այս պահին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Այս պահին դիտենք տեսաշարի առաջին մասը, իսկ մեր հաղորդման ընթացքում մենք անպայման կրկին կանրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Վայ քունս տարավես մարդս ինչ եղավ, այսքան էլ սպասել կլինի։ Ժողովուրդ ջան, ինձ ստեղից հանեք, գլուխս պտտվում է։ Այս ծաղիկ մաղիկները հանեք տորթի վրայից, սրտովս չի։ Հիմա ինչ անեմ, ես էլ փիսիկ դառնամ, որ ինձ տուն տանես ու չթողես ձյան տակ։ Էй, պարոններ, ականջ արեք, թափառական աշուղին։
Վերջը գտակ ինձ, հա? Չստացվեց պաղկվել։ Որ ինձ կոմենտսով չեք ցույց տալիս, ես ձեզանից նեղացել եմ։ Քնի, հանգիստ քնի։ Ես կնայեմ, որ մարդ չխանգարի։ Նոր տեսակի տրանսպորտային միջոց, հայկական Segway։ Հələ նայեք սազմո ակնոցները։ Վերջ, ես էլ չեմ պարելու, թողեք ինձ։ Մենք պահանջում ենք ազատություն։ Օ, պայ ընկեր, ինձ մի նկարի։ Էս իմ հացը վերցրեցի, մնացածը ծախում եմ։ Էհե, այ քեզ բան, միրգ ուր եք տարել։ Եվ իհարկե տեսանյութեր մեր հեռուստադիտողների կողմից։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Անի Սուքյասյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Ապականչեք։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Մանյա Ղազարյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. Բլա բլա բլա։ Դուք բան հասկացաք։ Ես էլ։ Մենք իհարկե դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պայն շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի։ Եվ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը։ Տրվում է հայտարարություն։ Դանդաղ վաճառվում է։ Էլ նիսյա չկա, էլ ներվեր չկա։ Ուղարկել է Հեղինե Ղարաբաղցյանը։ Թարս տուալետ։ Մենք շարժվում ենք առաջ եւ այս պայն ներկայացնում ենք Comments հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ համակարգիչը չի օգնում ուսման առաջընթացին, օգնում է միայն համակարգիչ գնելու խոստումը։ Ինչ ես նայում, չես տենում, զբաղված եմ, դուռը փագի մի խանգարի։ Կորպորատիվ երեկոյի հաջորդ օրը ժողովի ժամանակ։ Տարիներ անց Կարլսոնը ի վերջո վերադարձավ։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երգերի, տեսահոլովակների, լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի, եւ այսպես ձեր սիրված էջը մեր եթերում։ Իմաստը էջը։ Give me that beat, beat, that toot, toot, running our hands through my fro, bouncing on 24. Why they stand on Դուք էլ եք չէ համաձայն։ Ես էլ եմ այդ ասում։ my fro, bouncing on 24. Why they stand on is the remix to Ignition, hot and fresh off the chair.
Լավ, հեծանիվ նստելու իմաստը։ Այս լուսանկարը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Լավ իմաստը։ Եվ վերջապես իմաստը էջի վերջին գլուխգործոցը մեր ավանդական best իմաստը շարքից։ Baby, can't you see I'm calling? A guy like you should wear a warning. Կարծես թե ինչ որ արտառոց բան չկար, բայց ամեն ինչ սկսվեց քիչ ուշ։ With a taste of your lips, I'm on a ride. You're toxic, I'm slipping up. With a taste of a poison paradise. I'm addicted to you. Don't you know that you're toxic? And I love what you do. Don't you know that you're toxic? It's getting late to give you up. I took a sip from my devil's cup. Slowly, it's taking over me. Լավ իմաստը։ Ես մոռացար վերջու։ Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկած լուսանկարներին եւ տեսանյութերին։ Ժողովուրդ ջան, բացրար ռուչկեք ուրա որ բռնեմ։ Այ մարդ վեր կացեք, պարենք, վեր կացեք, արագ։ Ապեր ընկերուց եմ սպասում։ Նոր մեքենա եմ առել, ասի ցույց տամ։ Միչև կարմիր լույսա մի քիչ քնեմ։ Պարզվում է, որ սեր գոյություն ունի նաև կարտոֆիլների միջև։ Երբեք չես իմանում, թե հարվածը որ կողմից կստանաս։ Հենց ինձ կոմենտսով ցույց տան, ես սենց կանեմ։ Շիշը գողանամ, քանի մարդ չի նայում։ Պարզվում է, որ կատուների մեջ էլ կան խաղամոլներ։ Դե աղջիկեր ջան, ձեզ եմ սպասում։ Այս մեկը նրանց թիկնապան էր։ Վայլս ես ինչ ամոթ բան եղավ։ Մի հատ պերերի վանեմ, մի կտոր բան ուտեմ, հետո շարունակեմ ճանապարհը։ Ինչ ես նկարում, բան ունես ասելու։ Այ մարդ ես հավը, լրիվ հավա, թե տեսքով, թե հոգով։ Եվ իհարկե տեսանյութեր մեր հեռուստադիտողների կողմից։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Գարիկ Սեփխանյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ անհաջող լոգանք։ Լողացի։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Մանե Ազարումյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ հայկական էստրադայի նոր հիթը։ Հարգելի տղամարդիկ, եթե կինը վեճից հետո անսպասելի ներում է ձեզ, մի ուրախացեք, դա նշանակում է, որ նա արդեն մտածել է, թե ինչպես վրեժխնդիր լինել։ Քեզ ով էր խնդրում առանց մտածելու ամուսնանալ։ Գողացած նրբերշիկը արգրաված է, կատարվում է նախաքննություն։ Շուտ արա էլի, սովից մեռ այ ընկեր ջան։
Մենք շարժվում ենք առաջ եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր փոքր տարիքում ունեցել են այսպիսի մեքենաների անհասկանալի տեսականի։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր տեսել են, իսկ ոմանք նաև երգել են այսպիսի խոսափողի օգնությամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարժվում ենք առաջ եւ այս պահին ներկայացնում ենք տեսաշար, որը կրկին ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։ Ես արդեն ունեմ թիկնապա։ Ինչ եք նայում, թողեք հանգիստ նստենք, կարող է արդ չեք տեսել։ Ծանրաձողի անհաջող բարձրացում։ Կոշիկ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են կնոջ կաբլուկի տակ։ Միջև սառնարանում ուտելիք չկա, ես ստեղ կսառեմ։ Պարզվում է, որ սովետական մեքենաներում բենզոբակը նաև շնաբուն է։ Նկարահանվում է Սարդ մարդ 2 ֆիլմը։ Այստեղ են ասում, իմ գլխի վերևը միշտ տեղ ունես։ Վայլեսի ինչ ես ուզում ախր, ես ինչ բան արեցիր։ Այ տղա, կամերան ինչ ես պահում վրես, մի նկարի։ Ապեր, ասում եմ, կարող է շանը բաց թողենք, նկարողին ուտի։ Այ խաշի սեզոնը արդեն բացվեց։ Ոնց, բայց ես մենակ ջուրն եմ ուզում։ Եվ իհարկե անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկած տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Տաթև Առաքելյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. 1 զոռոն լավ է, 2 զոռո արդեն կռիվ է։ Այդ փոխելով նկարում եմ։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Իրինա Մարգարյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. ապագա մեծ երգիչը։ Եվս մի տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. լացում են ոչ միայն սոխից, այլ նաև լոլիկից։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ժամանակն է ներկայացնելու Comments հաղորդաշարի երաժշտական էջը, որի ընթացքում մեր լուսանկարները երգում են։ Երգող լուսանկարների հիթ շքերթ եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած լուսանկարը։ Դու կանգնել ես յանա, յանա, քամին զանա, դոշետ բանա, հովներեսից զանա, զանա, վայել է դիրիդամ, բոյիտ մատաղ, վայել է դիրիդամ, բոյիտ մատաղ։ Մեր հիթ շքերթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց այս լուսանկարը։ Zumbai, agowaya, zumbai, agowaya, zumbai, agowaya, agowaya, zumbai, agowaya, zumbai, agowaya, zumbai, agowaya, agowaya, zumbai. Do it.
Եվ վերջապես մեր հիթ-շքերթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս լուսանկարը։ 4 տարբերակ եւ 4 մոլորակ, ոնց այդ 4-ից գտնել սիրո ուրիշի տակ։ 4 տարբերակ եւ 4 տարբերակ, որն է 4-ից լուրջը, 4-ից որն է կատակ։ 4 տարբերակ, 4 մոլորակ, ոնց այդ 4-ից գտնել սիրո ուրիշի տակ։ Իսկ մենք շարունակում ենք։ Ասում են մարդու օրգանիզմում կա մի գեն, որը պատասխանատու է արտագաղթի համար։ Այդ գենը կոչվում է շենգեն։ Բայց ինչի համար ես ամեն անգամ լացում, երբ ասում եմ գնանք խանութից մի քիչ առևտուր անենք։ Ընկերուհին թողել էր նրան եւ գնացել ուրիշի մոտ։ Եթե դուք խմող չեք, նման հավաքույթներին ավելի լավ է մի գնացեք։ Իսկ այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ կասկածելի եւ անիմաստ են։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում դուք ականատես կլինեք հաղորդումների ժամանակ պատահած տարբեր ծիծաղաշարժ դեպքերի։ Եվ այսպես եթերում է մենք ենք մեր հաղորդումները էջը։ Ես հղի եմ։ Դու տեքստը կացես։ Գնա, սուս։ Ուր այդ բոմժը, ստեղ մեծ բոմժ կար, ուր այդ բոմժը, ստեղ մեծ բոմժ կար, ուր այդ բոմժը, ստեղ մեծ բոմժ կար, ուր այդ բոմժը։ Միկող։ Ում բանակի քեֆնատ է։ Դու պիտի լինես այդ Արա կայֆով ատենելու մա։ Մենք շարժվում ենք առաջ եւ այս պահին ներկայացնում ենք մեր քվեարկության էջը, որի ընթացքում ներկայացնում ենք 3 լուսանկար, իսկ դուք այցելելով մեր Facebook-յան comments էջը քվեարկում եք ձեր դուր եկած լուսանկարի օգտին։ Եվ նման կերպ մենք բարձում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը։ Սակայն մինչ ես ներկայացնեմ այս շաբաթվա լուսանկարները, եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք, թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ որ լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթողը։ Այս շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։ Ես շնորհավորում եմ հաղթող լուսանկարի հասցեատիրոջը եւ այս պահին ներկայացնում այս շաբաթվա լուսանկարները, որոնք դուք այցելելով մեր Facebook-յան comments էջը կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարների օգտին։ Եվ այսպես այս շաբաթվա լուսանկարներն են։
Սիրելի հեռուստադիտողներ, կրկին հիշեցնեմ, որ այս 3 լուսանկարները մասնակցում են քվեարկությանը եւ այս պահից սկսած դուք կարող եք այցելել մեր Facebook-յան պաշտոնական էջը comments եւ կատարել ձեր ընտրությունը։ Իսկ այսօր այսքանը ձեզ հետ comments-ներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ Դուք շարունակեք ուղարկել ձեր լուսանկարները եւ տեսանյութերը մեր էլեկտրոնային փոստի հասցեին եւ լավագույնները ես անպայման կմեկնաբանեմ։ Ձեզ հետ Արմեն Թադևոսյանն էր, դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր ու շատ հետաքրքիր կոմենտներով։